Այսօր Գյումրիից Մոսկվա թռչող մարդատար ինքնաթիռը տագնապի ազդանշաններ ուղարկելուց հետո ուղղորդվել է դեպի Մախաչկալայի օդանավակայան։ Այս մասին են վկայում ֆլայ-ռադար ծառայության եւ օդանավակայանի առցանց չվատախտակի տվյալները։ Boeing ինքնաթիռը Գյումրիից օդ էր բարձրացել Մոսկվայի ժամանակով 11:24-ին թռիչքից մոտ 1 ժամ անց Դաղստանի երկնքում անձնակազմը ընդհանուր տագնապի ազդանշան է տվել, ինչից հետո օդանավը սկսել է իջնել եւ հասնել մոտ 3000 մետր բարձրության։ Բոբեդե ավիաընկերության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մախաչկալայում չպլանավորված վայրէջք կատարած Գյումրու չվերթի մեկնումը նախատեսված է Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ին, Երևանի ժամանակով ժամը 17:00-ին։ Ուղևորները տեղափոխվել են օդանավակայանի տերմինալ, անցնում են անձնագրային ստուգում եւ սահմանված կարգով ստանում են ուղեբեռը։ Մոսկվա թռիչքի համար կգործարկվի պահեստային ինքնաթիռ, ՌԻԱ Նովոստիին ասել է Բոբեդան։ Ռուսաստանի քննչական կոմիտեի տվյալներով Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրեջքի պատճառը եղել է ճնշման սենսորի սխալ գործարկումը, դա էլ ըստ էության հանգեցրել է Մախաչկալայի օդանավակայանում արտակարգ վայրեջք կատարելու որոշմանը։ Բոբեդե ավիաընկերության տվյալներով ինքնաթիռում եղել է 186 մարդ։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ ինքնաթիռը թռիչքը կշարունակի ավելի ուշ։ Աստղիկ Խաչատրյան, այսօր։ Գյումրիում կայացավ հոգեկան առողջություն եւ ինքնախնամք թեմայով երկօրյա աշխատարանը, որին մասնակցեցին Շիրակի մարզի եւ Ղարաբաղից տեղահանված հաշմանդամություն ունեցող անձինք։ Աշխատարանն իրականացվեց Փախստականների համայնքային խորհրդի եւ Փախստականների հարցերով էստոնական խորհրդի նախաձեռնությամբ։ Հոգեսոցիալական հասանելի ծառայություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար ծրագրի շրջանակում։ Գյումրիում ծրագրի իրականացմանը ներգրաված է Կանանի հասարակական կազմակերպությունը, որը հյուրընկալում է Փախստականների համայնքային խորհրդին եւ աջակցում համայնքում բնակվող տեղահանված անձանց մասնակցությանը տարբեր նախաձեռնություններում։ Մասնակիցները նաև իրենց փորձառությունից ելնելով են ընտրել տվյալ թեման։ Այդ պատճառով մենք մեզ գործընկեր կառույց Ագատ ՀԿ-ի հետ ենք համագործակցում, իրենց փորձը հաշվի առնելով։ Ծրագրի նպատակն էր բարձրացնել հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկվածությունը, զարգացնել ինքնախնամքի հմտությունները եւ ընդլայնել հասանելի ծառայությունների վերաբերյալ տեղեկացվածությունը, նպաստելով ավելի ներառական եւ աջակցող համայնքի ձևավորմանը։ 2 օրերի ընթացքում մասնակիցների հետ աշխատելու է հոգեբան Անի Խուդոյանը, ով լավագույնն է իր ոլորտում, որը կարող է տրամադրել գործնական նաև աշխատանքների շնորհիվ իրենց գործիքներ հետագայում կարողանան իրենք զբաղվել իրենց ինքնախնամքով եւ իրենց հոգեկան առողջությամբ։ Աշխատարանի ընթացքում մասնակիցները ձեռք են բերել ինքնախնամքի նոր հմտություններ եւ գործնական գործիքներ, որոնք կարող են կիրառել առօրյա կյանքում հոգեկան բարեկեցությունը պահպանելու եւ ամրապնդելու նպատակով։ Գաղափարի նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկել հոգեսոցիալական ծառայությունների մասին։ Գաղափարը մշակվել է իմ եւ Լուսինե Ավանեսյանի կողմից։ Թրեյնինգի ընթացքում մասնակիցներին տրամադրելու ենք ինքնախնամքի գործիքներ։ Ավելի շատ իրազեկված լինեն իրենց իրավունքներին, ինտեգրվեն հասարակությանը, ինչպես կարող են տեղաշարժվել, ինչպես կարող են հասարակության մեջ իրենց մեկուսացված չլինել, իրենց իրավունքները իմանալ։ Միջոցառումն իրականացվել է Մարդու իրավունքները փախստականների հետ եւ նրանց համար ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ ուղղված է փախստականների աջակցությանն ու հզորացմանը, նրանց իրավունքների, ծառայությունների եւ հնարավորությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցով։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։ Փամբագետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը։ Այսօր ժամը 14:25-ի սահմաններում Փամբագետում ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 550 մետր հեռավորության վրա ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերել է հունիսի 15-ից որոնվող 2013 թվականի ծնված Մարինե Մարտիրոսյանի մարմինը։ Որոնողական աշխատանքներին ներգրավվել էին փրկարարական եւ ոստիկանական ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօթաչու թռչող սարքեր, օգտագործվել են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։ Ես պիտի փաստեմ, որ այս ընթացքում նաև մեծ աշխատանք են տարել նաև կամավորները, մեզ օգնել են բավականին, տեսնում եք, որ տղաներն այս պայծրությամբ աջակցում են մեր թիմին եւ ես ուզում եմ նաև գնահատանքի խոսքեր ասել կամավորներին, ինչ վերաբերում է վարկածին, բնականաբար երբ որ երեխաների անհետացման հետ կապված լուրը ահազանգը ստացել ենք, միանշանակ է, որ առաջնային վարկածը դիտարկվել է հենց գետն ընկնելու տարբերակը, բայց որևէ բան չենք բացառում, որովհետեւ մշտապես պիտի բոլոր ուղղություններով աշխատենք, որպեսզի ցանկացած վարկած, որը նույնիսկ անհեթեթ կթվա այս պահին, մենք կարողանանք բացառել։
Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած։ 3 տուժած գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ 5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը թեթև։ Մարզային բուժ կենտրոններում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ժամը 6:15-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արտենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ եւ 1 զո։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի եւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հայաստան կուսակցությունների դաշինքի падգամավորի տեխնացուները նույն դաշինքի համակիրների եւ այլ անձանց հետ ազգային ժողովի ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու, ինչպես նաեւ ընտրակաշառքի դիմաց նշված դաշինքի օգտին քվեարկելու պատրաստական անձինք հավաքագրելու պայմանով Շիրակի մարզի մի շարք բնակիչների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք։ Այդ պարկերս բլիտասա, այդ պարկենը աննա չորտանասն է։ Չէ, մեկ սան կողմի։ Սենոնանդո են հարցրի մսիշկան է, սա կուգուտ բրյանի 120։ Օրի արսոցային էսպեր է։ Մեր մեկ սան կը ինգել գլիշնի։ Իսեսի եկուց վերցնենք, հետո դուսի չի եղնենք։ Ես կամ դու փագես։ Հա, այդո Չերեկը վտանգավոր է, հա։ Ավելի բան։ Չի վտանգավոր բան։ Աղջի սիգուտս կումորդ անունավ կանունները գրեի։ Լուսոն հետը դե չաղը։ Չէ, բայց ինքնև բանը մեր դին սադիս կնդրե։ Հաստատ ոյ օբրի արևդ։ Հա, Իրանն է գիտես բանը կարանցել մեգից իրանցել։ Հա, լյաննել, դու կամ կտեմ։ Դու իմս մամայինը կրե։ Բլուսոյնը։ Լուսոն բդի կնդրե, չէ։ Իրանցն է կարելի։ Չգես անազգան հայրաններ, նստի մենք հուգըտ մամայինը, լուսոյնը եկ աղջկանը։ Թարավոտաս ասիս։ Ժանա ճարանք բանը անուն ազգանունը հա կրես, այդ հասե բանը բդի չկրես լյանը։ Լուսին են կուզես կրեց, հա, կուզես իրանց է հարցրակարը, իրանք է բրինդրեն կարել։ Հա, դես ինչ միտքս ընկավ, հերմինենսն էլ բանեն ես ազգանուները կրես, հերմինեն մերը հարսը դոնսն է կրնաստ է հարցրակար է կոնե ազգանուն անուն է։ Ովշեմ Ժանետ, եկուց ժամը, պես 5-ից հետո բանենք, աշոտ ենք ստեղ կեղնին, դու ծուծակները դարարի, թող իրանք նայեն, իրանց հետ խոսա։ Ընձի իրանք ինչ-որ կսեն, ես այդ նույնը ձեզնից կպահանջեմ, բայց չէ ես իմ գլխիս ինչ-որ բաներ կենեմ։ Դու բերել ես 10 հոգի կներես, աշոտ բերել ես 10 հոգի խոսքի օրինակ։ Տվել ես աշոտին, ընդրության վրա, աշոտին զանգ տա։ Աննա տվել է տեսինջան, Ադոյի մեջից տեսինջան, չի գնացել տեսինջան, որը դերևա։ Երեք զանգ է, տեսինջան, դուսան չի գնացել։ Երբ երկտա, դու որը տվել եք Ես ինչ իքսեմ ադուն ջան, պես արդեն կրե 10 հոգի բերել են, չէ, բերնի մարդիկ են։ Երկոտյունի ու պդի լկան տեսնում։ Ամեն մեկը ձեր պատասխանատուին պդի ենթարկվի։ Աշոտի թիմը աշոտի։ Մյուսը մյուսին, բայց այս բոլորի պատասխանատուն Մարդունն է։ Մարդունի պատասխանատուն ես եմ։ Իմ պատասխանատուն Սիմոնյան Կարենն է, գիտեցեք։ Հիմա դուք պիտի երաշխատանքը մեջ ներկայացրածեք, որ ձեր միջիկ ես ասեմ կստավալ ամստրիքանեմ հմի ոնց է նա, որ տեղամասի վրա որից կստավալ ամստրիքանեմ, ես չիմ դուք է տեղամասի մեջ ինչ եք երել։ Հա, տեսան անտամներին 4-5 հոգուն գրե բերել եք։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ։ Կա Ռոմա, պրոստը իրան ասա, որ քով է ստալու, որ կանը շահակրկրկի։ Գենա ավտոմետ, հորա սրանով իմ հետ մի խոսա, էլի տենց բաներ։ Մենք սովոր ենք, որ միշտ իշխանությունն է բաժանում կաշառքը, այս անգամ ընդդիմությունը բաժանեց այդ կաշառքները, եւ այո, արդյունք ունեցավ դա։ Ճագուժենին է բդեանեն հորտի։ Քո հորտի։ Ահա։ Հորտես չէ ուզածը։ Եթե 17 թվականի ընտրակաշառք 10000 դրամ էր, ապա հիմա ընտրակաշառքի սակագները շատ ավելի բարձր են, տենց 100,000 դրամի, երբեմն էլ ավելի բարձր թվերի մասին ենք խոսում։
Տաշիր տապորով կուտե։ Մամին գբաժնի, մեգին, ոչ թե ծենը 10,000, 15,000, 30,000, 40,000։ Տոշա, 50,000։ Կերեցա, տո իշկան պետք է։ Մարդը պետք է իմանա, եթե ինքը կաշառք է տալիս կամ կաշառք է վերցնում, 7-ից 10 տարի հայտնվելու է բանտում։ Ու հետո համաներում չի լինելու։ Ու իր կյանքի կորած տարիներն են դրանք նելու։ Շատ որ դու իմ գելողը հաշիվարքել է բրձել ես։ Ծաղը հասարմի ար։ 30 միլիոն փող կա։ Վերետ, որների միջից են փողը։ 125 քրեականը վարույթ, 227 ձերբակալված, 248 մեղադրյալ եւ արդեն 90 անձի վերաբերյալ գործ դատարանում։ Այս թվերը Հայաստանում բաժանված ընտրակաշառքի մասին են պատմում միայն հակակոռուպցիոն կոմիտեի նախորդ 4 ամիսներին բացահայտած, բայց այս թվերը ամենանցնող օր ավելանում են, քանի որ չնայած ընտրություններն ավարտվել են, բայց բացահայտումները ոչ։ Այս թվերին գումարվում են նաեւ քննչական կոմիտեի տվյալները՝ 46 քրեականը վարույթ եւ 112 անձի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդում։ Գործերը վերաբերում են ընտրակաշառք ստանալուն եւ տալուն, ինչպես նաեւ հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքերին։ Արդեն 8 քրեական վարույթ 14 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Դատախազությունն էլ ամփոփում է ընտրական հանցագործությունների 17 գործ 60 մեղադրյալով արդեն դատարանում է։ Հասկանալի է, չէ՞, որ ոչ բոլորին են, որ ձերբակալել են, ոչ բոլոր դեպքերն են, որ բացահայտվել։ Մենք չգիտենք իրականում ինչ ծավալների էր հասնում այդ ձայների գնումը, մարդկանց գնումը եւ մարդկանց վաճառքը։ Ընտրակաշառքը բավականին մեծ ազդեցություն ունի, մենք տարբեր ձևերով փորձել ենք քանակական հաշվարկ անել։ Դա շատ մոտավոր հաշվարկ է, բայց երկու ձև կա, մեկը սոցիոլոգներն են մեզ առաջարկել, հիմք ընդունելով նաև այլ երկրների, այդ թվում օրինակ Մոլդովայի փորձը։ Ըստ այս մեթոդի ընտրություններից առաջ հարցումներին մասնակցելուց հրաժարվողների թվի աճը ընտրակաշառքի հնարավոր ինդիկատոր է։ Հայաստանում եւս նման միտում կար։ Այդ մեխանիզմով մենք տեսնում ենք պլյուս-մինուս հանրության 5%, որը գալիս է էլեկտորատի մոտավորապես 8-9%։ Մյուս մեթոդը դա փորձել քանակական հաշվարկ անել, թե ինչքան է խտությունը ընտրակաշառքի սխեմաներում ներգրաված անձանց եւ ամեն անձը քանի ընտրող է իր հետևից տանում։ Այդ սխեմայով էլ մոտավորապես տանում ենք 100-ից 150 հազար թիվը։ Բայց սա միայն ընտրակաշառքի մասին է, մինչդեռ այս ընտրությունների վրա ազդեցությունները տարբեր կողմից էին։ Սահմանային անցակետերում ստեղծված խնդիրներից մինչև արտերկրից Հայաստան տեղափոխված ընտրողներ։ Այս դինամիկան պետք է կասեցնել։ Ընդդիմությունը պետք է բացարձակապես այլ խնդիրներով զբաղվի, ոչ թե կաշառք բաժանելով իր ներկայացվածությունը ապահովելու համար։ Կարևոր չէ, թե ով կանցնի խորհրդարան, կարևոր է, որ ազնիվ ճանապարհով անցնի, իսկ դա նշանակում է այսօր նոր նախաձեռնվող օրենսդրական փոփոխությունները դեռ 3 պետք է նախաձեռնված լինեին, համակարծիք են փորձագետները։ Այդ փոփոխությունները այնքանով են ուշացած, որ այդ տիտղոսային ընդդիմությունը արդեն խորհրդարանում է ուսամետ, իրենք լինելու են խորհրդարանում եւ մենք պետք է դրա հետ ապրենք մոտակա 5 տարվա ընթացքում առնվազն մինչեւ 31-ը։ Օրինակ մեր օրենսդրությամբ, ես դա խոսել եմ մասնագետների հետ, միայն մյուս տարվա փետրվար ամսին մենք կարող ենք իմանալ, թե որ քաղաքական ուժը ինչքան է ծախսել եւ որտեղից են այդ գումարները եկել։ Իսկ ճիշտ կլիներ, որպեսզի մենք դա իմանայինք միջև ընտրությունները, որովհետև դա այդ դեպքում ընտրությունների արդյունքի վրա կունենար իր ազդեցությունը։ Հիմա փետրվարին նույնիսկ եթե Ռուսաստանից օրինակ նույն ուժեղ Հայաստանը միլիոնավոր դոլարներ է ստացել, հա, դա արդեն ոչ մի բան չի փոխելու։ Նրանք այսպիսի պարզագույն բացեր կան, որոնք պետք է ուղղվեն, սա ուղղակի մեկն եմ ես ասում։ Մենք ունենք կուսակցություններ, որոնք ընդհանրապես ոչ մի հաշվետվություն չեն ներկայացրել։ Հիմա փետրվարին որ ներկայացնեն, ինչ է դրանից փոխվելու 27 թվականին։ Ընդհանրապես պետք է լինի այնպիսի օրենսդրություն, որը թույլ չի տալիս ընտրակաշառք բաժանող ուժերի գրանցումը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օրինակ ունի ընտրակաշառքի հիմքով կուսակցության կամ դաշինքի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու լիազորություն։ Ընդ որում այդ լիազորությունը ամրագրված է սահմանադրությամբ, որն ավելի բարձր իրավաբանական ուժ ունի, քան քրեական արդարադատության ոլորտը կարգավորող մի շարք նորմեր։ Բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը փորձում է իրան մի քիչ տենց իզոլացնել, ինչը ստիպում է տարբեր մարմիններին խոսել նրանից, որ պետքա օրենսդրությամբ այս հատվածները հստակեցնել։ Եվ սա կարծում ենք, որ կարևոր քննարկման ուղղություն է, որը դեռևս նախագիծ որպես այդպեսին չի, բայց քննարկման ուղղություն է, որի մասով
Կարծես թե հակակոռուպցիոն կոմիտեն էլ է համակարծիք։ Ինչն ու ինչպես է փոխվելու, որ ընտրողի ձայնը էլ վաճառքի առարկա չդառնա, ընտրելու իրավունքն էլ չհաշվարկվի գլխաքանակով։ Օրինակ, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացնում է, որ ընտրակաշարք տալու համար նախատեսված պատիժը 8-ից կդառնա մինչև 10 տարի, իսկ ընտրակաշարք վերցնողը 7-ի փոխարեն կպատժվի մինչև 9 տարվա ազատազրկմամբ։ Օրենսդրական այս փոփոխությունները նախատեսում են քննարկել ու ընդունել ազգային ժողովի գործող կազմով, արտահերտ նիստում։ Պետք է անել այնպես, որպեսզի որևէ ֆինանսական հոսք չլինի զարտողի ճանապարհով, չհայտնվի քաղաքական դաշտում։ Կենտրոնական բանկը դրա համար բոլոր գործիքակազմը ունի։ Պետք է անել այնպես, որպեսզի ցանկացած լումա, որը ծախսվում է նախընտրական կամպանիայի ժամանակ եւ ընտրությունների ժամանակ, լինի բաց։ Խստացումներից մինչև ուղիղ սահմանափակումներ, քննարկումների շրջանակն է Յոհաննիսյանը ներկայացնում դրանցից մեկն օրինակ Մարդուն, որ մեղավոր ճանաչեն, օրինակ ընտրակաշարք տալու համար, բացի ազատազրկումից մինչև 8 տարի, ինքը նաև որոշակի ժամկետով զրկվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու հնարավորություն, եւ այդ ժամկետը կարող է բավական երկար լինի։ Բայց որպեսզի պայքարն ավելի արդյունավետ լինի, կարևոր է պատասխանատվության ենթարկել ոչ միայն ընտրակաշարք տվողներին ու վերցնողներին, այլև այդ գործընթացներից քաղաքական օգուտ ստացած ուժերին։ Եթե դա զանգվածային բնույթ է կրում, այնպես ինչպես կրել է այժմ որոշ կուսակցությունների դեպքում, այստեղ ակնհայտ է, որ սա կուսակցությունն է կազմակերպել։ Բավ պիտի կազմակերպեր։ Դա ենթադրում է, որ կուսակցության համար պետք է հետևանքներ վրա հասնեն։ Ցանկացած քաղաքական ուժ Հայաստանի Հանրապետությունում, որը հետապնդում է, սպասարկում է այլ երկրների շահերը, ես հատուկ եմ ասում, այլ երկրի, պարտադիր չէ Ռուսաստան, պետք է իրավունք չունենա մասնակցի ընտրություններին։ Այդ մասին ոչ թե ընտրություններից հետո, այլ շատ ու շատ առաջ էր Հանրապետություն կուսակցությունն օրինակ բարձրաձայնում կուսակցությունից Անահիտ Ադամյանն է շեշտում, հիշեցնելով նաև կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմեցին։ Անվավեր ճանաչելու համար ուժեղ Հայաստանի գրանցումը։ Գիտեք, մեզ համար դա տրամաբանական քայլ է, որովհետև համարյա 1 տարի եպի հայտ էր եկել ուժեղ Հայաստանը, մենք ահազանգում էինք, որ այս կուսակցությունը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում։ Այս կուսակցությունը շատ գեր բոլոր օրենքները խախտող գովազդի վրա գումարներ է ծախսում։ Այս կուսակցությունը բացում է գրասենյակներ, որտեղ աշխատանքի են ընդունվում աշխատանքային բովանդակություն չունեցող մարդիկ, այսինքն դա արդեն իսկ ընտրակաշարք է բաժանվում։ Հիմա էլ կուսակցությունը միանալով ընտրակաշարքի դեմ պայքարին ուղղված օրենսդրական փոփոխություններին առաջարկում է նաև քաղաքական պատասխանատվության մեխանիզմներ։ Մասնավորապես կուսակցությունն առաջարկում է օրինակ լուծարել ընտրակաշարք բաժանած քաղաքական ուժերը, իսկ դրանց ցուցակների առաջին 3 համարներին 10 տարով զրկել առաջադրվելու իրավունքից։ Միջև ընտրությունները ինձ թվում է շատերը չէին պատկերացնում, որ ընտրակաշարքի ծավալները կլինեն այսպիսին, որ ընտրակաշարք կլինի արդյունավետ եւ չէին պատկերացնում, որ ընտրակաշարքի բացահայտման այսպիսի ծավալներ կլինեին։ Եթե դուք ինձ հարցնեք սրանից կես տարի առաջ, արդյոք հնարավոր է, որ հակակոռուպցիոն կոմիտեն կարողանա 250-300 հոգու մեղադրանք ներկայացնի ընտրակաշարքի գործով, ես կասեի, որ դա ֆանտաստիկ թիվ է, բայց հակակոռուպցիոն կոմիտեն էլի պատիվ իրենց շատ ուժեղ գերագնահատեցին մեր սպասելիքները եւ շատ էֆեկտիվ գործեցին։ Որտեւ եթե իրապահները նույնիսկ եթե ընտրակաշարքը լիներ զանգվածային, բայց իրապահները գտնեին մի քանի հատուկեն դեպք, դա այսպիսի խոսակցության տեղ չէր տա, որտեւ մի քանի հատուկեն դեպքով չես կարող եզրակացություններ անես ամբողջ կուսակցության մասով։ Ընտրակաշարքի դեպքերի բացահայտումը այսպիսի ծավալներով խոսում է դրանց էլ ավելի շատ լինելու մասին։ Բանն այն է, որ ընտրակաշարքը համարվում է լատենտային, թաքնված հանցագործություն, քանի որ այստեղ տուժող կողմ չկա։ Բոլոր մասնակիցները շահագրգռված են, որ այն չբացահայտվի։ Եվ այն, որ մի քանի 100 հոգու մասով բացահայտվել է, դա շատ մեծ հաջողություն է իրավապահների, բայց դա նշանակում է, որ իրական ծավալները տասնյակ հազարները անցնում են հաստատ։ Անահիտ Ադամյանի խոսքով 2026-ի ընտրություններում հնարավոր հարձակումներն անակնկալ չէին, սակայն դրանց մասշտաբները կարծում է նույնիսկ իշխանության համար էին դժվար կանխատեսելի։ Ռուսաստանի Դաշնությունը հասկացավ, որ սա իր վերջին հնարավորությունն է, կրակեց բոլոր փամփուշտները, խփեց բոլոր հնարավոր ու անհնար թիրախներին ու հասավ որոշակի հաջողության։ Իր ծրագիր մինիմումը ամենայն դեպս կատարեց։ Փառք ու պատիվ բոլոր ընտրողներին մենք պահեցինք մեր ինքնիշխանությունը։ Փորձագետները հաջորդ բոլոր ընտրությունների համար մյուս կարևոր օրենսդրական փոփոխությունը, որն արդեն որպես նախագիծ շրջանառության մեջ է, բնակության ցենզի սահմանումն են համարում։
Մարդը չպետք է օրինակ 5 կամ 10 տարի ապրի Կանադայում կամ Ռուսաստանում կամ Գլենդելում եւ հետո գա իմ ճակատագիրը, իմ երեխայի ճակատագիրը որոշ։ Դա արդար չէ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների նկատմամբ, որոնք ապրում են Հայաստանի Հանրապետությունում մշտապես եւ վաղը մենք ենք այդ ամենի տակից դուրս գալու այդ իշխանությունից, այդ ընդդիմությունից։ Բայց ես կարծում եմ, որ բացի զուտ ժամկետից մենք պետք է նաեւ ամրագրենք որոշակի այլ չափանիշներ։ Օրինակ, մարդ կարող է Հայաստանում չի ապրում, բայց այլ երկրում Հայաստանի առևտրային ինչ որ կազմակերպության առևտրային ներկայացուցիչ է։ Եվ ինքը հարկեր է վճարում Հայաստանում, հա? Եվ հետեւապես հարկեր վճարելը պետք է եւս դիտվի որպես քվեարկելու իրավունք տվող բան։ Դե հարևանը 700,000-ով ասացիք ծախման լավ կովա։ Այդ 600-ով կտա։ Չի ասма չէ, այդ քանով ասում։ Վերադառնալով ընտրակաշարքին ու դրա հերքումներին։ Դեբիլ չենք։ Ով է 700,000-ով կովը պետք է կակ մինիմում անգլերենով խոսա։ Ես մեր ուժի կողմից վստահ ասում եմ, չի եղել ոչ մի դեպք։ Բայց ձայնագրությունները ցածր։ Թե ձայնագրությունները ինչ որ բաներ կոնտեքստից կտրում են։ Տվել են Ղազինյան դավում, տվել այս Արմանին, այդ 1,400,000-ը, ասելա տար շտաբի համար, որ գնան մարդկանց մի քիչ փող խոստանան, որ բան, կաշառք բաժանեն։ Հա, ասախտերը գրանցում են, այս միտաշի պիցաների վեր են գրանցում են, 200-ից 300,000 փող է ամիսը։ Դեմբերա միջև 50,000 մեծերի փող է տալի դաշի։ Մեղոդին 50,000։ Նադմ բրազի մեջ կումորը դազնագրերի սերիան շուտը մնձի սա էլի։ Օր հանկարծ կզանգեն կհարցնեն համարներն է բդիտամ սանդել կարապետ։ Բացարվածա գումար որց է մեկը տա։ Դա մսարությունը դուք կապում։ Ես արմենի, խնդրեմ ասում։ Նախին գայ զուսեկը բգա, տա բգը շատ է տալի։ Բգը ինչքան է տալի։ Դվայնոր։ Արադի կոմալիս բգորդելի։ Դից կականով։ Ես իմ հատ կարթա էլի, հեռախոսով կասեմ։ Ինչին ես գրել։ Դե չեմ կարող հեռախոսով ասեմ։ Լավ։ Զոհարին ասած գրախը թողնջի։ Այսպես յուրաքանչյուր ձայնագրություն ունի իր պատմությունը, իրական մարդիկ, իրական անուններ, իրական ձայներ, որոնք հնարավոր է նույնականացնել։ Ու եթե այս ամենը չլիներ իրական, արդյոք այդ մարդիկ հիմա տարբեր լրատվամիջոցների հարցազրույց տալիս չէին լինի, հարցնում են փորձագետները, ընդգծում կով ու հավից մինչև 100,000-ներ։ Ամեն օր նոր ձայնագրությունների ֆոնին ընտրակաշարք բաժանելը, հերքելը տրագեդիան դարձնում է տրագիկոմեդիա։ Միասին կարող ենք սաղի մաման չենք կարող չի կարանք Իրինամ Կրչյան, Սերյան Անտոնյան։ Ապագայի բիզնես մտքերի նյութականացում հենց ապագա գյուղում պետական աջակցությամբ։ Արմավիրցի Արտյոմը 2023-ին է իր խելացի ֆերման կառուցել, ծախսի փոխհատուցում ստացել, տոհմային կենդանիները Ավստրիայից ներմուծել է դարձյալ պետական ծրագրով փոխհատուցման բաղադրիչով։ Կաթնամսատու սորթեր են, միջինում իրանք տալիս են 18-ից 20 լիտր կաթ, որպես առաջի ծին։ Երկրորդ, երրորդ ծինից հետո իրանք արդեն կավելացնեն մինչև 25-ից 27 լիտր։ Օրվա քիթից հետո սառնարանում ամբարածը հենց նույն օրը կամորու մեջ մթերման է հանձնում, որևէ խնդիր չունի եւ կաթն է որակյալ յուղալի, կաթնատուների առողջ լինելը փաստող ապացույցներն էլ ունի։ Այստեղ նշված է համայնքի անասնաբուժի ստորագրությունները, պատվաստումները ամիս-ամսաթվերով, օրերով։ Գարուն ամառ տաք ամիսներին հանրապետության ֆերմաներում կաթն ավելի առատ է, քան ցուրտ սեզոնին։ Այդ շրջանում սովորաբար մթերվող կաթի գինը նվազում է, անասնապահների եկամուտը պակասում։ Պարբերաբար ֆերմերները խոսել են այդ մասին, մտահոգությամբ կիսվել։ Պետությունն այս տարի միջոցառում է նախաձեռնել կաթի արտադրության համար սուբսիդավորում տրամադրելու որոշում կայացրել։ Շատ ուրախացանք, օգտվում ենք այդ ծրագրից։ Ես բոլոր դիմումները ներկայացրել եմ համարակալած։ Ճիշտ է, ունեմ 60 գլուխ, բայց ինձ 20 գլուխի համար պետք է սուբսիդավորեն։ Անկախ ֆերմայի գլխաքանակից 20-ը կենդանիների առավելագույն թիվն է, որոնցից յուրաքանչյուրի համար ծրագրով 15,000 դրամ սուբսիդավորում կհատկացվի։ Հաշվարկը սկսվում է երրորդ գլխից 1 կամ 2 կենդանու համար սուբսիդավորում չի նախատեսվում։ Միջոցառման շնորհիվ 1 լիտր կաթի գինը կավելանա 20 դրամով։ Նմանատիպ ծրագիր երբևիցե Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվել։ Այս process-ը առաջի անգամն է եւ բավականին մեծ արձագանքներ կան,
մայիս ամսին է հաստատվել ծրագիրը, 690 դիմում հայտեր կան, շուրջ 4000-ից ավել գլխաքանակի համար, բայց օր ժամ նշված ցուցանիշը ավելանում է։ Սուբսիդավորում ստանալու դիմումները ֆերմերները պետք է ներկայացնեն համայնքի կամ վարչական բնակավայրի ղեկավարին, նշելով բնակության հասցե, հեռախոսահամար, բանկային հաշվեհամար, աջակցությունից օգտվելու համար 2 պարտադիր նախապայման կա։ Կենտանիները պետք է լինեն պարտադիր անիփաս համակարգում հաշվառված եւ առողջ կենտանիներ։ Պետք է ներկայացնի անասնաբուժական միջոցառումներ իրականացնելու անասնաբուժի կողմից ներկայացված քաղվածքի պատճեն։ Նախնական հաշվարկներով ընդհանուր սուբսիդավորում կհատկացվի մոտ 90,000 կենթանու համար։ Շվեյցարիայում ավարտվել են Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև բարձր մակարդակով բանակցությունները, որոնք մեկնարկ տվեցին 60-օրյա դիվանագիտական գործընթացին ուղղված վերջնական համաձայնագրի կնքմանը։ Բանակցություններին ամերիկյան կողմից մասնակցել են փոխնախագահ Ջեյդի Վենսը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշները։ Իրանական պատվիրակության կազմում են եղել Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը եւ արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Շաբաթվա ընթացքում տեղի կունենան տեխնիկական բանակցություններ ավելի ցածր մակարդակի պաշտոնյաների մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա պակիստանցի եւ կատարցի միջնորդների տարածած հայտարարության համաձայն գագաթնաժողովն անցել է դրական եւ կառուցողական մթնոլորտում, գրանցվել է հուսադրող առաջընթաց։ Կողմերի միջև 60 օրով ստեղծվել է հաղորդակցության գիծ, որը պետք է օգնի խուսափել միջադեպերից եւ թյուրիմացություններից, ապահովելով Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումը։ Բացի այդ, ըստ միջնորդների, Լիբանանը կներգրավի հակամարտության դադարեցման շուրջ քննարկումներում։ Հայտարարության համաձայն ԱՄՆ-ն եւ Իրանը պայմանավորվել են ստեղծել հակամարտության կարգավորման խումբ, որը կներառի Լիբանանի կառավարությունը եւ կապահովի Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման պահպանումը համաձայն փոխըմբռնման հուշագրի։ Կողմերը նաեւ պայմանավորվել են ստեղծել բարձր մակարդակի հանձնաժողով, որը կապահովի միջնորդության քաղաքական վերահսկողությունը։ Բացի այդ, կձևավորվեն աշխատանքային խմբեր միջուկային խնդրի պատժամիջոցների մոնիթորինգի եւ վեճերի լուծման հարցերով։ Արաղչին հայտարարել է, որ առաջընթաց է ապահովել մի շարք հարցերի շուրջ։ Պակիստանի եւ Կատարի անխոնջ միջնորդությունը մեծ առաջընթաց է ապահովել Լիբանանի պատերազմի ավարտի գործում։ Նավթի եւ նավթաքիմիական արտադրանքի արտահանման սահմանափակումները մեղմացվում են, շրջափակումը վերացվում, որոշ սառեցված ակտիվներ ապասառեցվում են եւ Իրանի համար մեկնարկում է վերակառուցման եւ զարգացման խոշոր ծրագիր։ Շվեյցարիայում բանակցություններն այնուամենայնիվ սկսվել էին լարված մթնոլորտում, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնալիքներ էր հնչեցրել Իրանի հասցեին։ Իրանը պետք է անմիջապես կանգնեցնի իր բարձր վարձատրվող պրոքսիների կողմից խնդիրների ստեղծումը։ Հակառակ դեպքում մենք կրկին շատ ուժեղ հարված կհասցնենք Իրանին, ինչպես արեցինք անցյալ շաբաթ, միայն ավելի ուժեղ։ Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն արձագանքել էր։ Մենք ամերիկացիների սպառնալիքները հաշվի չենք առնում, լավ կլինի նրանք զգույշ լինեն իրենց մեկնաբանություններում, մեր զինված ուժերը պատրաստ են այլ կերպ պատասխանելու նրանց։ Նրանք շարունակ խոսում են, այդ մենք ենք, որ գործում ենք։ Իրանն ավելի վաղ հայտարարել էր, որ փակել է Հորմուզի նեղուցը, քանի որ Միացյալ Նահանգներին չի հաջողվել կատարել Իսրայելի կողմից Լիբանանում հակամարտության ավարտի դրույթը, որը ներառված էր Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրում։ Այս հայտարարության ֆոնին նավթի գները բարձրացել էին, սակայն կարճ ժամանակ անց հաղորդվեց նավագնացության վերականգնման մասին, իսկ Շվեյցարիայում բանակցությունների ավարտից հետո նավթի գները նվազեցին $1.19, կազմելով 1 բարելի դիմաց $79.38։ Միևնույն ժամանակ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մարտի 2-ից մինչև հունիսի 21-ն իսրայելական հարվածներից երկրում զոհերի թիվը գերազանցել է 4100-ը։ Ավելի քան 12000 մարդ վիրավորվել է։ Վերջին մեկ օրվա ընթացքում զոհվել է գրեթե 50 մարդ։ Սյուզաննա Չրաղյան։ Բժշկին շնորհակալություն ասելը երբեք ավելորդ չի, իսկ բուժաշխատողի օրը եւս մեկ առիթ է գնահատելու նրա առաքելությունը։ Գավառը տոնական միջոցառմամբ հյուրընկալել է առողջապահության ոլորտի ամենատարբեր ուղղությունների մասնագետների մարզերից եւ մայրաքաղաքից։ Նախաձեռնությունը Գավառի բժշկական կենտրոնին ու Գեղարքունիքի մարզային գրադարանինն է։ Շնորհավորանքներին եւ բարեմաղթանքներին զուգահեռ անդրադարձ է կատարվում մեր երկրում առողջապահական համակարգի բարեփոխումներին, բուժաշխատողների մասնագիտական կարողությունների հզորացմանն ուղղված ծրագրերին։ Առանձնահատուկ օր է, երբ մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում այն մարդկանց, ովքեր իրենց մասնագիտական գիտելիքներով, մարդկային վերաբերմունքով եւ անձնվեր ծառայությամբ ամեն օր
պահպանում են մարդկանց ամենաթանկ արժեքը՝ առողջությունը։ Այս տոնական օրը ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Գավառ բժշկական կենտրոնի բոլոր բժիշկներին, բուժքույրերին, վարչական անձնակազմին։ 2026 թվականը Հայաստանի առողջապահական համակարգի համար նշանավորվեց առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմամբ։ Շնորհավորական խոսքում նշում է նախարար Ավանեսյանը, տարվա ընթացքում սպասվող բարեփոխումներից առանձնացնում է բժիշկների անհատական լիցենզավորման գործընթացը։ Ես վստահ եմ, որ ինչպես մինչ այս մեր բոլոր բարեփոխումները սա է պատվովացնելու ենք, մենք շարունակելու ենք աշխատել ենթակառուցվածքների զարգացման վրա եւ Գավառի բժշկական կենտրոնը դրա լավագույն օրինակն է։ Ուրախ եմ, որ մարզում ենք բացելու ենք 3 ամբուլատորիաներ առաջիկա մինչև տարվա վերջ եւ սա է կարևոր նոր զարգացման շրջափուլը մեզ համար բացելու։ Շնորհավորում եմ բոլորից եւ ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք, բայց ամենակարևորը առողջություն, սիրելի բժիշկներ։ Ոչ մի ծրագիր, ոչ մի նոր տեխնոլոգիա եւ ոչ մի բարեփոխում չի կարող փոխարինել ձեր մասնագիտական գիտելիքին, սրտացավությանը ու մարդասիրությանը։ Դուք եք այն ուժը, որը առողջապահական համակարգին տալիս է իրական բովանդակություն եւ արժեք։ Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, մասնագիտական նոր հաջողություններ, խաղաղություն, բարեկեցություն եւ արժանի գնահատանք ձեր պատասխանատու աշխատանքի համար։ Տոնական միջոցառումը շարունակվում է Գավառ համայնքի ղեկավարի շնորհավորական ուղերձի ընթերցմամբ, համայնքապետարանի եւ բժշկական կենտրոնի կողմից պարգևատրումների արարողությամբ, շնորհակալական ելույթներով։ Շնորհավորում ենք ձեզ բժշկատողի օրվա կապակցությամբ։ Այսօրը եւս մեկ առիթ է արժևորելու ձեր անձնուրաց եւ պատասխանատու աշխատանքը, որի հիմքում մարդու առողջության եւ կյանքի պահպանման վերառաքելությունն է։ Մաղթում ենք ձեզ եւ ձեր ընտանիքներին քաջառողջություն, մասնագիտական նոր ձեռքբերումներ եւ անսպառ եռանդ։ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ Գավառ համայնքի ղեկավարի կողմից եւ ավականու հաստատմամբ սահմանվել են տարբեր անվանակարգեր եւ այս տարի առաջի անգամ շնորհվում է պատվավոր բժիշկ կոչումը։ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ առողջապահության, բնակչության, բուժաշխատողի բուժսպասարկման բնակավարում ունեցած ձեռքբերումների եւ մեծ վաստակի համար Գավառի պատվավոր բժիշկ կոչումը շնորհվում է Գավառի բժշկական կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրեն Գարիկ Մարատի Սողոմոնյանին։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե գրադարանը եւ բժշկական կենտրոնը տարբեր ոլորտներ են։ Սակայն իրականում նրանց միավորում է մեկ բարձրագույն առաքելություն՝ ծառայել մարդուն։ Մեկը հոգ է տանում մարդու մտավոր եւ հոգեվոր առողջության մասին, մյուսը նրա կյանքի եւ ֆիզիկական առողջության մասին։ Գրադարանը միշտ եղել է գիտելիքի, կրթության եւ մշակույթի կենտրոն, եւ մենք բարձր ենք գնահատում այն համագործակցությունը, որը ձևավորվել է գրադարանի եւ բժշկական կենտրոնի միջեւ։ Գավառում առողջապահական համակարգի ներդրման եւ զարգացման պատմությունը ներկայացնող ֆիլմն էլ Գեղարքունիքի մարզային գրադարանի նվերն է գործող եւ վաստակած հանգստի անցած բուժաշխատողներին, ինչպես նաեւ հիշատակի տուրք գավառցի այն բժիշկներին, որոնք կյանքից հեռացել են, սակայն իրենց անունով ու գործով ապրում են տարբեր սերունդների հիշողության մեջ։ Տոնական միջոցառումը եզրափակվում է ջազ նվագախմբի համերգով, դիրիժորությամբ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, դաշնակահար, մանկավարժ, ջազի հայկական ասոցիացիայի եւ հայկական ազգային երաժշտական ակադեմիայի անդամ Տիգրան Լալայանի։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան։